Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք գործար արալիքը տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, այն մասին, թե ինչպես եւ որտեղ են հատվում գիտությունը եւ արվեստը։ Մեր հյուրն է արվեստի քննադատ Սոնա Արսենյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սոնա, շատ շնորհակալություն, որ մեզ ժամանակ եք հատկացրել եւ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Սոնա, առօրյա կյանքում մարդիկ որպես կանոն տարանջատում են գիտականը եւ արվեստը եւ գեղարվեստականը, հա, այսպես ասենք։ Անգամ դա շատ ցուն օրինակ էր եւ զգացվում էր, երբ որ արհեստական բանականության վերաբերյալ քննարկումներ էին տեղի ունենում, որ դե հա բանականությունը կարող է հաշվել, կարող է ինչ-որ գիտական ուղղություններով առաջընթաց ապահովել, բայց արվեստը դա մի բան է, որը դա այնպիսի բան է, որ դա պես կապ չունի գիտության հետ։ Բայց որքան հասկանում եմ, դուք գիտեք, որ գիտությունն ու արվեստը բավականին հաճախ խաչվում են եւ ով գիտի բացահայտումների համար են, հա, մեզ օգնում նաեւ արվեստում։ Մի քիչ պատմեք մեզ դրա մասին, ձեր կարծիքը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, արհեստական բանականությանը լավ հիմա չանդրադառնամ, հետո կհասնենք։ Առհասարակ իսկապես կա այդ կարծիքը, որ գիտությունն ու արվեստը ոչ միայն տարանջատված են, այլև հակառակ բևեռներում են գտնվում, հա, գիտությունը որպես այսպես ռացիոնալ դաշտը, բևեռը, իսկ արվեստը որպես էմոցիոնալ բևեռը, ավելի հոգեվոր, այո, այդպիսի դրսևորումը մարդկային կյանքի, բայց իրականում ես նորություն չեմ ասի եւ ժամանակակից արվեստի մասին չեմ խոսում, երբ ասում եմ, որ իրականում արվեստը մշտապես կախված է եղել տեխնոլոգիայի զարգացումից, այսինքն ոչ թե կախված է եղել, այլ համընթաց է քայլել տեխնոլոգիայի զարգացմանը։ Երևի վերջից սկսեմ, մի քանի տարի առաջ սեմինարներ էի վարում Մոսկվայի մի ընկերության համար կինոյի պատմության վերաբերյալ, շատ այդպես իհարկե ոչ խորացված մասնագետների համար չէ, բայց այնտեղ ինչ որ սեմինարի ընթացքում խոսեցինք ինչպես էին զարգանում կամերաները, ի հայտ են գալիս նոր կամերաներ, դա թույլ է տալիս ռեժիսորներին նոր ռակուրսներ դիտարկել, փորձարկել, այո, նոր լուծումներ ու դա սկիզբ տվեց կինոյի ուղղությունների եւ այլն, ալիքների, այդպես ասած եւ այլն։ Ու մի կին ասեց, իսկ կարող եմ հարց տալ, ասեցի, այո, ասում է, բայց չէ որ ամեն դեպքում գաղափարը կամերայից առանձին է, ինչպես ինքը ասեց, մուխի отдельно, котлеты отдельно։ Բայց արի ու տես, որ դա իրականում այդպես չէ, այսինքն արվեստում դուք այդ կոտլետը ճանճերի հետ եք ուտում ու շատ էլ համով է ստացվում, այո, ու մեկը մյուսին չեն խանգարում, այլ ընդհանրապես օգնում են, որովհետեւ տեխնոլոգիան փոխում է մեր տեսակետը, փոխում է մեր մտածելակերպը, փոխում է, դա կինոյի պարագայում շատ հեշտ է։ Օրինակ հիմա շատ հաճախ են, չէ, արտահայտություն կասեն կլիպովое մышление, եւ ես ինձ իրոք բռնացնում եմ նրա վրա, որ շատ հաճախ sense կլիպային կադրերով կարող է ինչ-որ բան պատկերացնեմ, դա տեխնոլոգիայի ազդեցությունն է արվեստի վրա եւ դրա ազդեցությունն է իմ վրա եւ հետագա այսինքն ինքը այսպեսի փակ շրջան է, այո, դա եւ կյանքի արտացոլումն է եւ հակառակը կյանքն էս դրա է շարժվում, որովհետեւ այդ կլիպային մտածողությունը ինքը MTV-ից է սկիզբ առնում, երբ անընդհատ այդ ալիքով պատտում էին կլիպեր, իրենք դինամիկ էին, իրենք այլ կերպ էին մոնտաժվում ու մարդիկ ովքեր սովոր էին դրան, արդեն չէին կարող 2 րոպեանոց ինչ-որ պանորամա նայել։ Ու դա դուք կտեսնեք ոչ միայն կինոյում, այլ ցանկացած արվեստի ցանկացած տեսակի հետ բախվելիս, օրինակ գրքերի տեմպն է փոխվել։ Կինոյի զարգացմանը համընթաց չեք հավատա, բայց մոնտաժային մտածելակերպը մտնում է գրականության մեջ։ Ես ձեզ մի օրինակ կբերեմ, դուք կգնաք, հետո կստուգեք։ Huxley «Օդիվն նովը միր» հայերեն չեմ հիշում ինչպես են թարգմանել, բանում վեպում, երբ դուք նայում եք, այնտեղ ամենասկզբում երկու հերոսի կյանքն է ցույց տալիս, այդպես կես-կես, հա։ Կինոյում դա կոչվում է զուգահեռ մոնտաժ կամ պարալելնի մոնտաժ, այսինքն սկզբից մեկին է ցույց տալիս, հետո մյուսին, մեկին մյուսին, հետո իրենք կամ հանդիպում են կամ չեն հանդիպում, հա, իրենք կարող են եւ չհանդիպել։ Ու այդ մարդը նույնը անում է գրականության մեջ։ Այս մի օրինակն եմ հիշում, որովհետեւ երիտասարդ օրինակները բազում են։ Ու բայց օրինակները բազում են, հա, դուք կգտնեք։ Հանդիպել, հա։
դա եմ ուզում ասել, որ իսկապես դա մեր մտածելակերպը կախված է տեխնոլոգիայից, կախված է գիտություն, ոչ թե կախված է, այլ այդ ամբողջը մի խառնուրդի մեջ է, այո, ու արվեստը իհարկե երբեք հետ չի մնում, արվեստը միշտ առաջ է։ Անկամ եթե հետ վերադառնանք, հա, ես օրերս ոնց որ գիրք էի կարդում ու մտածում եմ, որ հենց ինքը գիրքը, մենք տենց գիրքը Մատյան, ինքը գիրքը տեխնոլոգիական առաջընթացի արդյունք է, այսինքն երբ որ ինչ-որ պահի դու էլ չես գրում այդ բառ մոռացա, դաշեճկի տախտակների վրա, հա, այդ տախտակների վրա դու չես գրում, այդ կավից սալիկների վրա դու չես գրում, դու որոշում ես, հերիք չի ինչ որ թղթանման բան ես, հա, չգիտեմ, սկզբից դա կլինի մագաղաթը կամ ինչ-որ այլ բանը, պապիրուսը, հերիք չի մի հատ այդ տեխնոլոգիական լուծումն է, հələ բայց գիրքը ինքը իրենով ինչ որ փակ համակարգ է, որը դու անդադ կոպիա ես անում, այսինքն դա այդ ամբողջը ինքը իրանով տեխնոլոգիական լուծում է, ինչպես նաև նույն նկարչությունը, այդ ներկերի, գույների հայթայթելը, ստեղծելը, պահելը, այսինքն այդ ամեն ինչը, որ ինչից ես մի ֆիլմ կա կհիշեք, տղայի մասին, ով Ռեմբրանդտի կոպիաներ է անում։ Ինքը հենց վատ նպատակներով է դա անում, կոպիա անում, որպես իրական վաճառի, ու քանի որ ինքը պետքա որպես իրական վաճառի, ինքը ամբողջ հին սկզբունքով անում, ու դու տեսնում ես ինչքան բարդ process էր ամեն մի գույնը ստանալը։ Այո։ Ու այդ ամբողջը տեխնոլոգիա էր։ Այո։ Ես չգիտեմ հիմա ինչից ավելի հետաքրքիր կլինի ձեզ խոսել, գիրքը ընդհանրապես կարելի է դիտարկել եւ այբուբենի գոյության տեսանկյունից, որը նույնպես տեխնոլոգիա է, եւ թղթի գյուտից, հա, տեսանկյունից, եւ տպագրական տպիչ սարքի գոյության տեսանկյունից։ Ես կարող եմ լավ գիրք խորհուրդ տալ, այդպիսի պատմական շարք կա, ու այնտեղ տպագրվել Ուիլյամ Բերնստայնի «Իստորիա մաս-մեդիա» գիրքը, ու երբ ինքը ասում է մաս-մեդիա, դե մենք հիմա պատկերացնում ենք թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, չէ, բայց ինքը սկսում է այբուբենի ոնց որ գյուտից, որովհետև դա էլ էր շատ կարևոր, ու անցնում է այդպես ինկվիզիցիայի դարաշրջանով, այդ Գուտենբերգի գյուտի դարաշրջանով եւ այլն եւ այլն։ Ինչու է դա շատ կարեւոր, որովհետեւ եթե միջնադարում գրքեր կային միայն վանքերում ու միջնադարյան Եվրոպայում դրանք այնքան թանկ էին արտադրության մեջ, որ գիրքը կարող էին շղթայով կապել, այդպես գամել այդ սկրիպտորի սեղանին, որը որ վանական սկրիպտորի, այսինքն եթե դու պետք է բան լինես, վանական լինես, դեռ մի բան էլ ունենաս այդ գրքին ոնց որ մուտք այդ սկրիպտորի մուտք ու այդ մի հատն է, այդպես փոխ պիտի կարդաք, էլի երևի թե։ Իսկ Գուտենբերգի գյուտը այդ հնարավորություն տվեց մեծ տիրաժներով տպել արդեն գրքեր ու շատ ավելի հիմա չենք ասում որ ամբողջովին փոխեց մարդկությունը եւ հասարակարգերը։ Այսինքն ինֆորմացիայի հասանելիությունը դարձավ այլ կերպ, հա։ Նույնը, չգիտեմ, այբուբենը եթե դիտարկենք, այբուբենը նրանով է հետաքրքիր, որ երբ դուք հիերոգլիֆիկ գիր եք օգտագործում, շատ ավելի դժվար է դա սովորել։ Դրա համար հին աշխարհում ինչու էին միայն քուրմերը տիրապետում։ Դա ինչ որ նաև բերեց այդ ինֆորմացիայի սակրալիզացիայի վերացմանը, չէ՞, կամած որ դու դա սակրալիզացնես նաև, բայց այստեղ կա նաև տեխնիկական կողմը, մարդը ով ամբողջ օրը դաշտում է աշխատում, ինքը ժամանակ չունի 1000 հիերոգլիֆ սովորելու։ Երբ դու բերում ես համակարգը փոխում ես, նրան ես հասցնում, որ ինքը պետք է ընդամենը 36, դե մեր մոտ 39 ասում են բողոքում են, որ շատ է, բայց լավ 36, 33, 28 կարևոր չի 18 նիշ սովորի, որպեսզի կարողանա իր մտքերը գրի առնել, դա շատ ավելի հեշտացնում է իր գործը ու ավելի հասանելի է դառնում այդ ոնց որ գրագետ լինելը, չէ՞։ Այսինքն այբուբենի գյուտը նաև նույնպես տեխնոլոգիայի փոփոխություն է։ Այնտեղ մի գլուխ կար, ես ապշել էի պարզապես, երևի գիտեք, այս ռուսերեն Ռաստավիչ Սետոչկի նատ ի արտահայտությունը, որը իրականում լատիներենից է գալիս։ Ինչու է դա այդպես, որովհետև նախկինում այդ լատիներենի ու հետագայում անգլերենի իտարը, այ կետիկով ին, հա, առանց կետ էին գրում, դրա պատճառով ձեռագիր մատյաներում շատ էր շաղվում, չէր հասկանում, թե որտեղ է ի, որտեղ է ուրիշ տար, ու շատ ավելի դժվար էր կարդալ։ Հետո մեկի մտքով անցավ, որ եկեք ես այդ իերի վերևում կետիկ դնեմ ու ավելի հեշտ լինի, ու էլի, դա էլ է տեխնոլոգիա, ոնց որ մի կետի գյուտ է, էլի։ Իսկ ամենահետաքրքիրը բացատի գյուտն էր, որովհետև քանի որ մագաղաթը օրինակ շատ թանկ հաճույք է, միջնադարյան
դրան մատյաններում իրենք բացատ չեն օգտագործում եթե նկատել եք մատենադարան էլ գնաք կտեսնեք որովհետև տեղը քիչ է ամբողջ տեղը ինչքան կարող ենք օգտագործում ենք տեքստը գրելու համար բայց դա ինչ վատ կողմ ունի երբ դու կարդում ես նման տեքստ շատ ավելի դժվար է մտքում կարդալ այսինքն այն ժամանակ զարգացած չէր այդ մտքում կարդալու ոնց որ տեխնոլոգիա չասեմ բայց սովորությունը, հա? Իսկ ինչ է նշանակում, որ դու մտքում չես կարող կարդալ։ Դա նշանակում է, որ ինչ որ ինկվիզիտոր Հայաստանի մասին չի խոսքը իհարկե, բայց որևէ մեկը կարող է լսել դու ինչ ես կարդում, գուցե արգելված գրականություն ես կարդում, գուցե ինչ որ այդպես աստվածա ոչ հաճո բաներ ես կարդում, ու կարող են քեզ քո մասին գրել ինկվիզիցիային, իրենք կարող են գալ, քեզ կտանքների ենթարկել եւ այլն։ Նա ով հորինեց այդ բացատը բառերի միջև, այո, իհարկե, տեղը մի քիչ մենք շռայլորեն այդպես օգտագործում ենք, բայց դա ազատություն է տալիս մտքում կարդալու։ Իսկ ինչ վերաբերում է նկարիչներին, իրոք այդ տեխնոլոգիան ներկը ստանալու, գունանյութը ստանալու պատմության մեջ ինքը սկսվել է նախնադարից, հա, այսինքն մեր հեռավոր նախնիները երբ նկարում էին քարանձավներում, իրենք ինչ որ կերպ այդ գույնը ստացել են, չէ՞, ամեն դեպքում։ Ու կան բազմաթիվ մեզ թվում է սենց է եղել, վայ կավիճ, Ագուցե եւ այդպես էլ եղել է, մենք չգիտենք, ինչպես եղել, գուցե ինքը ձեռքը կեղտոտել է, այսպես պատով քսել է, հետո տեսել է, վայ, ստացվել է, մնաց, հա, բայց ամեն դեպքում մենք չենք կարող հիմա ապացուցել այդպես էր դա թե այդպես չէր, բայց ավելի մոտ դարաշրջանի մասին շատ ուսումնասիրողներ օրինակ կարծում են, որ իմպրեսիոնիզմը չէր լինի, եթե չլինեին այդ տյուբիկներով ներկերը։ Այսինքն երբ մենք կարողացանք, մենք չէ, այն մարդիկ, որոնք դրանք արտադրում էին, կարողացան Մենք հավաքական մարդկություն այո, կարողացան տյուբիկներ արտադրել, ներկանյութն այնպես արտադրել, որ դու ստիպված չէիր գունանյութերը խառնել քո արվեստանոց գծիկ լաբորատորիայում, որովհետև ասենք վաղ վերածննդի դարաշրջանում այդ նկարիչը ինքնուրույն էր ստանում ներկանյութերը ու մի ամբողջ ալքիմիկոս էր ինքը։ Նույնը կարող ենք ասել լուսանկարչի մասին, որը 19-րդ դարում բոլոր այդ պրայավկան այդ մի րոպե երևակումը հայերեն այդպեսի եզր ունենք երևակումը այդ քիմիական ամբողջ գործընթացը ինքն էր անում ու շատ հետաքրքիր օրինակ դոկումենտալ սերիալ կա BBC-ի կոչվում է Դար ֆոտոգրաֆի որտեղ իրենք ցույց են տալիս այդ լուսանկարչության գյուտը ինչպես էր ի հայտ եկել ու ցույց են տալիս հին այդպես ատելյեները որ մարդիկ գալիս էին որպեսզի նկարվեին ու այնտեղ փորձագետներից մեկը քմծիծաղով ասում է պատկերացրեք որ դուք բարձրանում եք որևէ շենքի ձեղնահարկ որովհետև հիմնականում այդպես վերևներում էին իրենք ստուդիաները կահավորում որ լույս կարողանան ավելի շատ ունենալ ու բարձրանում եք որևէ շենքի ձեղնահարկ, այնտեղ ինչ որ ծծումբի հոտ է գալիս, ինչ որ տարօրինակ նյութերի հոտ է գալիս, ձեզ նստեցնում են աթոռի մեջ, բայց երևա այդ ժամանակահատվածը, որը պետք է կամերային, որպեսզի ինքը կարողանա ֆիքսել, որը վիդերշկա է կոչվում, հա, հիմա այնքան երկար է, որ լուսանկարիչը գիտի, որ դուք չեք կարող այդքան անշարժ նստել, դրա համար այդ աթոռի հետևի հատվածում հատուկ այսպիսի կիսաշրջան էր, դուք նստում եք, վիզը ֆիքսում էին այդպես այդ երկաթյա կիսաշրջանով ու ոնց որ այդպիսի իրավիճակում նստել եք կարծես ալքիմիկոսի ինչ որ լաբորատորիայում եք ու վերջում լուսանկարիչը ասում է դե այդպես նժպտացեք նորմալ տեսք ընդունեք բնական տեսք ընդունեք հա շատ ծիծաղելի էր էլի այնպես որ այն որ ասում են կոտլետը եւ դրանից մենք հասել ենք կոտլետները ուղակի ուտելուց առաջ նկարել ու գցել ինտերնետին, այսինքն տեխնոլոգիական ամեն մեկս հիմա մեր լուսանկարն է ու ավելին ասեմ, հիմա երբ որ կոմոդ լուսանկարը լավ չի ստացվում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարող է ես լավ վարպետ չեմ։ Հա, մարդիկ ասում են, «Էս ինչ վատ հեռախոս է»։ Բայց ճիշտն ասած ժամանակակից հեռախոսներում արդեն կա AI կամերայի հետ, որը զուգակցվում է, երբ դուք անում եք վատ ֆոտո, ինքը մի քիչ ուղղում է։ Եթե շատ արագ բացեք, հետո արեցիկ ֆոտոն բացեք, կտեսնեք ինչպես է ինքը այդ մի վայրկյանում ինչպես է ուղում, այդպես ձեզ մի քիչ քծնում է արհեստական բանականությունը, այնպես որ այո, վատ հեռախոս է, եթե վատ եք նկարել իրականում։ Բայց լուսանկարչության մասին իհարկե շատ դժվար է խոսել, դարաշրջանի 19-րդ դարաշրջանի
կեսերին, երբ այն ի հայտ եկավ, լուսանկարչությունը արվեստ չէր համարվում, ավելի շատ տեխնիկական գյուտ էր համարվում, ու չեք հավատա ովքեր էին կիրառում լուսանկարը որպես տեխնիկական գյուտ, հիմնականում դե իհարկե վինյետկաներ, այդպես այցեքարտներին էին իրենց լուսանկարը տպում, որը շատ մոդայիկ էր այն ժամանակ, նման բաներ, բայց գիտնականներն էին շատ օգտագործում, որովհետև իրենք փորձեր էին անում, իհարկե գրավոր նկարագրում էին փորձի արդյունքները, բայց նաև ֆիքսում էին այդպես լուսանկարով ու բաները, ոստիկանները ովքեր գալիս էին դեպքի վայր, իրենք ունեին հատուկ այդպեսի շատ լայն անկյունով օբյեկտիվներ, այդպես բարձր շտատիվին դնում էին ապարատը ու նկարում էին ամբողջ սենյակը, հա, այստեղ մարդն է մահացել, այստեղ էս ենք ունեցել եւ այլն եւ այլն։ Այսինքն 19-րդ դարում, երբ այդ գյուտը եղավ, ոչ ոք չէր մտածում, որ դա լինելու է արվեստ։ Ու մինչեւ հիմա էլ այդ խնդիրը մենք ունենք, հա, որովհետեւ այդ ինչպես ասում եք, չենք հասկանում, որ մեզ վարպետությունն է պակասում, եթե AI-ը չի աշխատում ձեր հեռախոսի մեջ ամեն դեպքում։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, դա շատ բարդ իհարկե հարց է, բայց տեսեք նա նկարում է։ Ու այս վերջին Instagram-յան գժանոցը, որը ստեղծվել էր Ghibli ստուդիայի ոնց որ ոչի շուրջ, այո, իրենց նկարները մեր բոլոր այն, եթե մեր ռադիո լսողների մեջ կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն այդ իրադարձությունից, ասենք, որ մարդիկ մասսայաբար արհեստական բանականության օգնությամբ իրենց նկարը, այսպես ասած, ներբեռնում էին հեռախոսի մեջ, ներբեռնած նկարը տալիս էին արհեստական բանականությանը եւ արհեստական բանականությունը իրենց նկարը վերարտադրում էր Ghibli ստուդիայի ոճով, հա, մուլտֆիլմների ստուդիայի ոճով, հենց Hayao Miyazaki ոճով, որովհետեւ ստուդիայում կային հատուկենտ այնպիսի ֆիլմեր, որոնք այդ ընդհանուր ոճից դուրս էին, ու մեկ այլ ռեժիսոր էլ կար, որն այդ ոճից դուրս էր, բայց հիմնականը երբ ասում են Ghibli-ի ոճ, նկատի ունեն Hayao Miyazaki-ի ոճը, ու այդ ոճով էին ստանում, բայց ինքը վերջերս երբ իմացավ դրա մասին, իհարկե ասաց, որ դա բան է ձեռառնոցի է, հիմա OpenAI-ը արդեն այդպիսի սահմանափակում է դրել այդ ChatGPT-ի աշխատանքում, որպեսզի նա չկարողանա այլևս նման ճշգրտությամբ կադրեր ստանալ, որովհետև ստուդիայի այնպես ռեժիսորները, պրոդյուսերները դեմ էին դրան։ Այդպես ու AI-ի մասին խոսելիս շատ դժվար է մենք իրավական դաշտի հետ գործ կունենանք, որովհետև շատերը բողոքում էին, որ AI-ը իրենց ոճը կրկնօրինակում է առանց ջանք գործադրելու, իրենք տարիներով կարող են մշակել այդ ոճը, բայց այդ ոճը այդպես AI-ը կրկնօրինակի, բայց կային նաև շատ դեպքեր, երբ մեդիա նկարիչներ, արվեստագետներ իրենք բան էին անում AI-ով կատարված աշխատանքը ներկայացնում էին մրցույթի ու հաղթում էին, կամ հակառակը կային մրցույթներ AI-ի արվեստի, այդպես ասած, երբ մարդիկ ցույց էին տալիս, թե AI-ով ինչպիսի պատկերներ են կարողացել գեներացնել, ու մարդիկ կային, ովքեր իրենք էին ստանում պատկերը, ցույց էին տալիս, հաղթում էին ու ուզում էին դրանով ցույց տալ, որ մարդու ոնց որ ոճը, մարդու մտքի թռիչքը ամեն դեպքում դեռևս անհասանելի է։ Նման դեպքեր էլ կային, բայց հիմա կան շատ արվեստագետներ ու մենք ունեցել ենք նման ցուցահանդեսներ նաև Երևանում, երբ AI-ով գեներացված պատկերները համարվում են առաջնային արվեստի գործը ու դրանք ցուցադրվում են որպես կոնկրետ մարդու արվեստագետի արվեստի գործ, որովհետև ամեն դեպքում գաղափարը իրենն է ու ինքը շատ երկար որոշ արվեստագետներ նաև ստեղծում են իրենց AI-ը կամ սովորեցնում են իրենց AI-ը իրենց ուզած արվեստի գործը ստանալու համար։ Ես չգիտեմ, դուք եղել եք այցելել եք երբևէ Կիբերֆեստը, որը Երևանում տեղի ունենում արդեն մի քանի տարի, շատ մեծ փառատոն է հենց կիբերարվեստի, որտեղ հենց կարող եք տեսնել ինչպես են խաչվում գիտությունը ու արվեստը։ Մենք ունեցել ենք անցած փառատոնին հյուր Թայվանից, եթե չեմ սխալվում, Մութուանը, ով ստեղծել էր այդպիսի վիդեոշարք, կոչվում էր Կալիգրոպեդիա, ինքը կալիգրաֆիայի արտիստ է նաև, բայց ինքը հատուկ ինչ որ ուրիշ AI ChatGPT-ի մասին չի խոսքը, trainer արել, որ սովորեցրել էր կալիգրաֆիայի հիմունքները, իր կալիգրաֆիայի հիմունքները, հետո ներբեռնել էր մեծ քանակությամբ այլ պատկերներ ու վերջում AI-ը պետք է ստանար այդ վիդեոյում, ոնց որ այդ տառերը արդեն բնության տարբեր երևույթներից ստեղծված։
բայց շատ հետաքրքիր էր իր բացատրությունը այդ աշխատանքի, որովհետև նա համարում է, որ AI-ը հիմա սովորում է հենց այնպես, ինչպես ժամանակին ու հիմա էլ, մինչև հիմա էլ սովորում են արևելյան դասական արվեստների արվեստագետները, հա, օրինակ նույն կալիգրաֆիայում, չնայած նույնը կարող եք եւ եվրոպական մանրանկարչության մասին ասել ու հայկական նույնպես, որ մինչև քոսօրինակելով, այսինքն մինչև դու քո ոճը ստեղծում ես շատ մեծ քանակությամբ այլ ոճեր, այլ տրադիցիաներ ընդօրինակում ես, շատերը մնում են մի տրադիցիայի մի դպրոցի այդպես սահմաններում, շատ գիտակցված, ոչ թե որովհետև չեն կարող, այլ որովհետև ուզում են հենց այդ ավանդույթը շարունակել, նաև ժամանակակից աշխարհում։ Ու շատ հետաքրքիր էր, որ մինչև բոլորը վիճում են, որ AI այսպես գողանում է մեր հացը կամ չի գողանում կամ չգիտեմ ինչ է անում, նույն Միյաձակին ասում էր, որ AI-ը դա ձեռառնոցի է մարդկային տառապանքի ու մարդկային կյանքի հանդեպ, Մութուանը օրինակ այսպես ցույց տվեց, որ իրականում AI-ը սովորում է նույն կերպ, ինչպես պիտի սովորի երիտասարդ կալիգրաֆը։ Այսինքն մենք իրականում, երբ ստեղծում ենք արհեստական բանականությունը, վերարտադրում ենք մեր սեփական փորձառությունը, ինչը արդեն իսկ արվեստի ակտ կարելի է համարել։ Շատ լավ, իրականում շատ հետաքրքիր է մեր զրույցը, բայց մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես ուզում եմ, քանի մենք ունենք մի քիչ ժամանակ, անպայման հասցնենք խոսել այ բոլոր նրանք, ովքեր լսեցին մեր զրույցը եւ ձեզ թվաց, թե մենք հետաքրքիր թեմաների շուրջ ենք խոսում, ես ասեմ, որ Սոնային կարող եք լսել եւ տեսնել Common Ground-ում մայիսի 3-ին Գիտազոնի, հա, կազմակերպած ֆեստիվալի շրջանակում ռուսերեն լինելու, այո, զեկույցը ռուսերեն լինելու է ռուսերեն, как тайная становится явным, դա ամբողջ հա զեկույցների խորագիրն է։ Սոնա, ինչից ես խոսելու։ Չեմ ասի։ Դա մեծ գաղտնիք է։ Զեկույցի վերնագիրը չկա։ Իրականում դա մի քիչ այդպես ավելի պատմական զեկույց է, որովհետև նախ քիչ ժամանակ ունենք եւ երկրորդը խորագիրն է այդպեսին, ես ավելի շատ պատմելու եմ, թե ինչ է պարզվել, երբ այս կամ այն դասական նկարը ռենտգենով այդպես չգիտեմ, просветили, հա, ռենտգենում ու ինչ տեսան, ինչ բացահայտվեց, ինչ եզրակացություն կարող եք դրանից անել։ Շատ նման է, թե երբ որ DNK անալիզ արեցինք, տեսանք այո, կամ օրինակ ռադիո, քիմիական անալիզը, երբ անում են նյութի, որից արվեստի գործն է կամ ինչ որ պատմական արտեֆակտի գործն է, ինչ է դրա մեզ ասում, այնպես որ այդպիսի ավելի շատ պատմական հարցեր տալու հնարավորություն ունենալու ենք։ Այո, իհարկե։ Տոմսերի համար կարող եք գնալ հղումով, մենք վիդեոյի տակ անպայման կտեղադրենք հղումը եւ կարող եք ձեռք բերել տոմսեր, էլի լեկցիաներ են չէ լինելու։ Այո, մենք շատ մասնագետներ ունենք, անուններով թվարկենք երևի։ Դու կարող եք թեմաներով թվարկել, ինչից են խոսել։ Մենք դեռ չունենք, այսինքն ոչ թե մենք դեռ չունենք, այլ ես չգիտեմ, դեռ ես որ ասում եմ գաղտնիք է։ Ես դեռ չգիտեմ մանրամասն ինչից են խոսելու իմ գոլեգաները։ Մենք ունենք շատ հետաքրքիր քիմիկոս, ունենք շատ հետաքրքիր պատմաբաններ, հնագետներ, մարդաբաններ, ունենք Մարատնե Հայրապետյան խոսելու, որը տիեզերական ինժեներ է, այդպես Ալեքսանդր Սոկոլովն է խոսելու, ով անթրոպոգենեզի գլխավոր խմբագիրն է ու նաև Ученые против мифов այդ կազմակերպության ֆեստիվալի հիմնադիրը ու շատ հետաքրքիր իրականում թեմաներ ունենք իրոք գիտության հետ կապված։ Շատ լավ, շատ շնորհակալություն մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հորդորում ենք, եթե ունեք հետաքրքրություն, եթե ձեզ հետաքրքրում է գիտությունը եւ նոր բացահայտումներ, անպայման մասնակցեք Գիտազոն փառատոնին, տաղավարում աշխատեց Լիանա Խաչատրյանը եւ այսօր մեր հյուրն էր արվեստի քննադատ Սոնա Արսենյանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։